Եվ որևէ խախտում չի կատարել, չէ՞, այսինքն խափման միջոցի անհրաժեշտություն փոփոխելու լինում է այն դեպքում, երբ որ ինչ-որ ռիսկ է առաջանում, այս դեպքում ոչ նախաքննության մասին է խոսքը, ոչ որևէ խոչընդոտման վերաբերյալ։ Չէ, բացարձակ որևէ խախտում չի արել, Դավիթի ճանապարհը բաց է եղել, նա գտնվել է Մոսկվայում, գործուղման, ինչպես նաև անձնական հանդիպումներ կային, այդ իսկ պատճառով գտնվել է Մոսկվայում, իմանալով վճռի մասին, հենց առաջին իսկ րոպեից ասել է, որ վերադառնալու է։ 1 րոպե անգամ չի կասկածել իր որոշման մեջ։ Այս պահի դրությամբ ինչ ինֆորմացիա ունեք, վայրէջք կատարել է, հասկանալ է, իսկ տեղյակ եք ինչ որ process արդեն եղել է օդանավակայանում, որովհետև հակասական տեղեկություններ կային դրսում, մեկն ասում էր, որ արդեն կարծեք տարել է, մեկն ասում է, սպասում ենք այս մուտքով պիտի դուրս գա։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, որովհետև այս ընթացքում ձեզ հետ էի զրուցում, հիմա կճշտեմ։ Այսօր 4-ին եք վերադարձել Մոսկվայից։ Չկարողացաք համոզել ձեր ամուսնուն, որ ամեն դեպքում վերանայի որոշումը, որովհետև 6 տարի դատվել նշանակում է 6 տարի հետաձգել իր քաղաքական պլանները, որովհետև ինքը քաղաքական պլաններ ուներ եւ դրա մասին հայտարարել էր եւ իրեն ընդունել էին որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Ու կարծես թե նախապատրաստական աշխատանքների մեջ էին, համենայն դեպս անընդհատ մենք հարցազրույցներից այդպիսի ընկալում ունեինք։ Ճիշտ է, ես այսօր ժամը 4-ին եմ վերադարձել, Դավիթի հետ միասին էի, որպես կին առաջին արձագանքս եղել է, որ չվերադառնա, սակայն ինքը միանգամից մերժել է ու ես ինքս հասկացել եմ, որ շատ սխալ առաջարկ եմ արել։ Արդեն հայտի դարձավ, որ ինքնաթիռից դուրս գալիս, հենց կանանավորել են, այո, հա, այդ եմ ասում։ Դե ես ուրիշ որևիցե բան չէի սպասում անկեղծ ասած այս իշխանություններից։ Իմանալով, որ գործ ունի նման ապիկար իշխանությունների հետ, ունենալով այն հնարավորությունները չվերադառնալու Հայաստան, որոշեց վերադառնա, քանզի նա լիովին արդար է իր խղճի, իր կամքի հանդեպ։ Իսկ մենք ընտանիքիս բոլոր անդամները սատարում ենք իր որոշումը եւ հպարտանում ենք իր արարքով։ Այսքանը։ Երեխաներն էլ են այստեղ, իրենք ոնց են ընդունում ու ընդհանրապես հասկանում են ինչ է կատարվում։ Իհարկե հասկանում են, շատ դժվար, որովհետև անչափահաս երեխաներ են ու այս որոշումը կայացնելուց առաջ, գիտեմ դատավորը ինչ է մտածել, շատ դժվար է երեխաների համար էլ։ Այս երեխաներին ասել եք, չէ՞։ Այո, իհարկե։ Երեխաները իրենք տեսնում են, կարդում են եւ շատ լավ տեղյակ են իրավիճակից։ Իրանք նույնպես հպարտ են իրենց հայրիկով։ Այսքանը ավելացնելու Հակոբյան Քրիստինա։ Շնորհակալ եմ։